Հայաստանը գնում է ընտրությունների, և կեղծ լուրերն արդեն ուղիղ հարվածում են սահմանին։ Պնդումը պարզ էր և պայթյունավտանգ։ Իբր Հայաստանը Ջիլիզա գյուղը հանձնում է Վրաստանին։ Ապրիլի 27-ին և 28-ին դա տարածեցին վրացական լրատվական էջեր։ Հետո կրկնեցին նաև հայկական որոշ լրատվամիջոցներ։ Facebook-ը մնացածը դարձրեց վրդովմունք։ Բայց այն խոսքը, որի վրա կառուցեցին այս պատմությունը, այդպիսի բան չէր ասում։ Իրական թեման Վրաստանի հետ սահմանազատումն էր, ոչ Ջիլիզա, ոչ փոխանցում, ոչ տարածք հանձնելու պայմանավորվածություն։ Հայաստանի կառավարությունը հերքեց պնդումը։ Business Press News-ը հետո ուղղում արեց և ներողություն խնդրեց։ Jam News-ը ցույց տվեց, որ պատմությունը գալիս է 2024-ի չստուգված հին խոսակցությունից։ Ջիլիզայի վարչական ղեկավարը ասաց պարզ. Գերբեղը երբեք Վրաստանի մաս չի եղել և փոխանցման հիմք չկա։ Սա ընտրական շրջանի մանիպուլյացիա է։ Վերցնում են սահմանային թեմա, ավելացնում են գյուղի անուն, սահմանազատումը դարձնում են հանձնում։ Հետո սպասում են զայրույթին։ Թիրախը միայն կառավարությունը չէ, թիրախը ընտրողին։ Ընտրություններից առաջ նյարդային պահելն է, իսկ հարցը մնում է այն լրատվամիջոցներին, որոնք կրկնեցին սա՝ սխալ, անփութություն, թե օգտակար խուճապ։